Արտկոց վեր կաց։ Պաշտպանության նախարարության Գյումրիում տեղակայված զորամասերից մեկն է։ Ինչպես յուրաքանչյուր զորամասում, այստեղ էլ օրը սկսվում է ժամը 6:30-ից առավոտյան վերկացով։ Առաջին կրակային դասը շարժի։ Մեկ մարդու նման վայրկյաններ անց Մարտկոցի անձնակազմը պատրաստ է հրամանների կատարմանը։ Արտկոց հասա։ Զգաստ, ասակի հրամանների տեղակալներին, ստուգել անձնակազմը տեղից եկուցան։ Բոլորը տեղում են, անարգելի բացականներ չի։ Արտկոց զգաստ, ծավ, դարձ, դիվիզիոնի դիմաց շարվելու համար, հայլով, մարշ։ Որքան էլ ձմռանամիսներին դժվար թվադրվում մարմնամարզությամբ զբաղվելը, զինվորի համար դա արդեն պարտականություն է։ Զինվորի համար ֆիզիկական պատրաստականությունը դա առողջություն է առաջին հերթին, երկրորդ հերթին մենք այստեղ խնդիրներ ենք ունենում, որը ուժի հետ է կապված։ Սկզբում դժվար էր, բայց ժամանակի ընթացքում կոփվում ես արդեն։ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4 Ծառայել հայրենիքին առաջի հերթին ուրախ ես, որ ծառայում ես հաղթանակած բանակում, օգնում է կյանքում, որպեսզի հաղթարես դժվարություններ, շատ դեպքերում միշտ էլ իմ կարծիքով ամեն հայտաղայել պետք է ծառայ Հայաստանի Հանրապետության բանակում։ Պարտականությունների մեջ է մտնում նաև զինվորների հիգիենայի պահպանումը, ենթաուձիքներից ստուգում, ամենօրյա սափրում, կոկիկ ու ձիգ կեցվածք։ Շարքայիններից ոմանք ծառայության անցնելիս հնարավոր է սկզբում դժվարանում են բանակային խիստ ռեժիմին, ընդունված կանոններին, սակայն դրանց հարմարվելը երկար չի տևում։ Մինչև բանակ զորակոչվելը սափրվելու ամեն ինչը հիգիենայի հետ կապված մեր նախընտրած ժամերին էինք անում, բայց ինչ եկել ենք ծառայության արդեն հատուկ ժամեր են նախատեսված հիգիենայի համար, պետք է ընթացքում հասնենք լվացվենք, սափրվենք, ատամները լվանք եւ մեզ կարգի բերենք ընդհանուր առմամբ, նույնիսկ համազգեստի հետ կապված։ Այս դրանով է տարբերվում դրսի կյանքից, քանի որ ամեն ինչ ունի իր ժամերը ու ավելի կոկիկ է ստացվում ու ժամանակին։ 1, 2, 3 Հզոր բանակցի երկիր պահապան Հզոր բանակցի երկիր պահապան Արյան գնով բարի երկիր Հայաստան Հայորդիները խրոխտ ու մարտական երգի հնչյունների ներքո ուղղվում են դեպի ճաշարան, նախաճաշի ժամ է։ Ճաշին ևս զինվորների համար ստեղծված են բոլոր պայմանները, չէ որ նրանցից յուրաքանչյուրը մի ընտանիքի զավակ է, իր սովորություններով եւ նախասիրություններով։ Տան ճաշերը իհարկե չի համեմատվի տեղի ճաշերը, բայց չենք բողոքում, հարմարվելու վրա, սովորելու վրա է։ Ընդհանրապես ավելի համեղ կերակուրներ պետք է տենք, բայց դե հարմարվել ենք ստեղին արդեն։ Համով են շատ ճաշերը, հաճիկով են ուտում, միշտ էլ այսենց ամեն ինչն էլ համով պատրաստում են։ Դժվարություններ լինում է, բայց հաղթահարելի դժվարություններ, բոլոր դժվարություններն էլ տղամարդու համար են։ Զորամասում զինծառայողների համար նաև հանգստի ժամ է հատկացված։ Ժամանց տեղեկատվության սենյակում ճիշտ է, հեռուստացույցն է հիմնական միջոցը, բայց հիմնականում կիրակի օրերը կազմակերպվում են տարբեր խաղեր։ Որքան էլ հագեցած լինի զինվորի առօրյան, այնուամենայնիվ երիտասարդը միշտ էլ ժամանակ կգտնի մտքով սլանալ հեռուն, դեպի տուն, դեպի մոր, քրոջ կամ սիրած աղջկա մոտ։ Տան մասին մտածելը առանձնացված ինչ-որ բան լինի, ասենց հոգուտ խորքում, որ ինչ ուզում ա լինի, դու տան մասին մտածում ես։ Օրինակ մարդ կա ուշ է խոսում, տուն իր համար ավելի հանգիստ է, կարոտը քիչ է լինում, մարդ կա չի կարում։ Բայց այդպես որ թախից չէ, մեր մթնոլորտն է, միջավայրն է շատ լավ, նա կոլեկտիվ է, կարևորն է դա, ու այդ կարոտը այդքան ոնց որ մի թեթև ծածկում է, բայց ինչը մնում է տան հարցին, այդ միշտ կա։ Հենց այն միտքը, որ հանուն ընտանիքի եւ հանուն հայրենիքի պետք է ծառայել հայոց բանակում, դա արդեն զգոնացնում եւ պարտավորեցնում է յուրաքանչյուր հայորդու։ Այսօր արդեն երիտասարդ հայոց բանակի զինվորները հպարտությամբ եւ պատվով են կատարում իրենց պարտականությունները։ Արտկոց հասա, զգաստ, արտկոց ուշադրություն, դադար։ Նույնիսկ քնած ժամանակ հայ զինվորը մշտարթուն է, պատրաստ արձագանքելու յուրաքանչյուր տագնապի ազդանշանի։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։